Ողջույն բոլորին, բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ծովափնյա չքնաղ ու հիասքանչ հանգիստը։ Ես դե ինչպես միշտ Էդգարն եմ, մենք գտնվում ենք Եգիպտոսում, ավելի կոնկրետ Շարմ էլ Շեյխում, եւ այս անգամ կծանոթանանք, կբացահայտենք Sharm El Sheikh Sea Life Resort հյուրանոցը։ Օդանավականից հյուրանոց ընկած հեռավորությունը մոտավորապես 8 կիլոմետր է, իսկ տևողությունը 10 րոպե։ Հյուրանոցը գտնվում է առաջին գծում Նապ Քվեյ ծոցում, որտեղ ժամանակ առ ժամանակ լինում են քամիներ։ Անցնենք ներս եւ տեսնենք հյուրանոցի կառուցվածքը ներսից, ծանոթանանք նրա առավելությունների ու կարեւորությունների հետ։ Գնացինք։ Կենտրոնական մուտքից անցնելով առաջ, աջ հատվածում կտեսնենք ընդունարանը, իսկ ձախ հատվածում հիմնական ռեստորանը, որի հետ կծանոթանանք քիչ ուշ։ Ընդունարանում է գտնվում գրանցման հատվածը, սպասասրահ, խանութները եւ բանկոմատները, իսկ լոբի բարը գտնվում է դրսում։ Հյուրանոցում կա երկու լողավազան, որոնցից մեկը մանկական է։ Լողավազանները տաքացվում են ձմռան ամիսներին, ունեն հարմարավետ փայտյա տապչաններ, հովանոցներ եւ ներքնակներ։ Հիմնական լողավազանի մոտ կա բար, որն անվճար է։ Այստեղ մատուցում են եգիպտական ալկոհոլ, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, թեյ, սուրճ։ Նաեւ ցերեկվա ժամերին լողավազանի մոտ անցկացվում են շոու ծրագրեր։ Այժմ տեղափոխվենք մարզասրահ եւ սպա սրահ, որոնք տեղակայված են հարևանությամբ գտնվող Sharm El Sheikh Club Resort հյուրանոցի տարածքում։ Մարզասրահը անվճար է, հագեցած է ժամանակակից մարզասարքերով եւ հարմարություններով, իսկ սպա սրահը վճարովի է։ Այստեղ նույնպես ստեղծված է ամեն պայման ձեր հանգիստը կատարյալ դարձնելու համար։ Նաեւ հյուրանոցում կան թենիսի, ֆուտբոլի, վոլեյբոլի խաղահրապարակներ, որոնք անվճար են։ Իսկ բիլիարդի սիրահարներին ասեմ, որ բիլիարդն այստեղ վճարովի է։ Փոքրիկ հանգստացողների համար հյուրանոցում կա մանկական ակումբ իր խաղահրապարակով։ Դե ինչ, անցնենք առաջ, ծանոթանանք այստեղի համարների հետ եւ առաջին համարը, որը ձեզ ցույց կտամ, այստեղի ստանդարտ համարն է։ Մտնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ միանգամից ցախ կողմի վրա ցույց տամ ձեզ լոգարանը, կոսմետիկ միջոցները, շամպունь, լողանալու համար նախատեսված գել, օճառ, ֆենը, խոշորացնող հայլին, ցույց տամ ձեզ լոգախցիկը, որը անչափ մեծ է, տարողունակ,
Լոգարանից դեպի դուրս դիմացի հատվածում գտնվում է զգեստապահարանը, ավելյալ բարձր ծածկոցը, սեյֆը, անմիջապես նրա կողքին մինի բարն է, թեյ, սուրճ, ջուր, սառնարանում նույնպես ջուր կա։ Անցնենք առաջ եւ հայտնվում ենք ննջարանում, king size մահճակալով, մեծ հայլին, բազմոցը, TV հատվածը եւ դուրս գանք պատշգամբ, տեսնենք թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է բացվում պատշգամբից դեպի կարմիր ծովը, լողափը, Եվ եւս մեկ ստանդարտ համար, որի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կարմիր ծովը։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ զգեստապահարանն է, ծածկոցը հավելյալ, բարձր, եթե դրա կարիք կունենանք, անպայման կարող եք վերցնել, օգտագործել, սեյֆը, մուտքից դեպի աջ լոգարանն է այստեղ, իր բոլոր հարմարություններով, խնամքի միջոցներից այստեղ կա օճառ եւ լողանալու համար նախատեսված շամպուն, գել մարմնի, ցույց տամ ձեզ լոգախցիկը, դուրս գալով լոգարանից, զգեստապահարանի կողքին մենք տեսնում ենք մինի բարը, թեյ, սուրճ, ջուր, սառնարանը, որտեղ նույնպես կա ջուր եւ անցնենք առաջ, ննջարանը, մահճակալը, king size, TV հատվածը, փոքր բազմոցը, սեղան, Եվ դուրս գանք պատշգամբ, ցույց տամ ձեզ, թե ինչպիսի տեսարան է բացվում պատշգամբից։ Հաջորդ կատեգորիայի համարը, որը ձեզ ցույց կտամ, կոչվում է triple room։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից դեպի աջ, այստեղ գտնվում է լոգարանը, կահավորված, հագեցած անհրաժեշտ ամեն ինչով, օճառ, լողանալու համար նախատեսված գել, շամպուն, ցույց տամ ձեզ լոգախցիկը, Լոգարանի դիմաց զգեստապահարանն է, սեյֆը, մինի բարը, բնականաբար թեյ, սուրճ, սառնարանը, որտեղ կա ջուր եւ անցնենք առաջ ննջարանի կամ հյուրասենյակի այս մասը, որտեղ կա king size մահճակալ, փոքրիկ բազմոց, հայլի հեռուստացույց եւ մի փոքր ներս, մյուս հատվածն է, որտեղ կա մեկ տեղանոց մահճակալ, համարն ունի փոքրիկ տերասա կամ պատշգամբ, որ նայում է դեպի
Այգին Այժմ տեղափոխվենք Լողափ եւ ծանոթանանք նրա կառուցվածքի հետ։ Լողափի երկարությունը 700 մետր է։ Այն պատված է դեղին փափուկ ավազով, ունի հարմարավետ տապչաններ եւ հովանոցներ։ Ունի ավազե մուտք դեպի ծով, սակայն ափից մի քանի մետր հեռավորության վրա կան կորալներ։ Այդ իսկ պատճառով կորալներից ու ծովի մակընթացությունից խուսափելու համար կա 147 մետր երկարությամբ կամրջակ, որի միջոցով նույնպես կարող եք մտնել ծով, հանգիստ լողալ, սուզվել ու վայելել Կարմիր ծովի ստորջրյա գեղեցկությունը։ Այժմ տեղափոխվենք հիմնական ռեստորան, որտեղ մատուցում են նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Ռեստորանի տարածքը բավականին ընդարձակ է ու գեղեցիկ, իսկ ուտեստների տեսականին բազմազան է ու համեղ։ Եվ բացի հիմնական ռեստորանից հյուրանոցում կա երկու ալակարտ ռեստորան արաբական եւ ճապոնական խոհանոցներով։